Երևան։ Ծափարենք մեր հրաշք DJ-ին։ Կծկի գրացա Թոմի, բայց սրտում ջազ է։ Ոնց է։ Բժական։ Հայտնի ցավակային լողորդ այստեղ է։ Ինչպես եք։ Բժական։ Ուր եք հասել։ Լամանշ։ Լամանշ, վերադարձեք Երևան։ Բոլորի տոնը շնորհավոր այսօր ջազի միջազգային օրն է։ Ավելի բարձր եք ծափարում։ Չէ՞ որ այսօր տոնն է։ Ջազի հայկական ասոցիացիան 2012 թվականից ամեն տարի այս տոնը Երևանում դարձնում է մեգատոն։ Ծափարենք այն մարդկանց, որոնք որ ապրում են ջազով, սիրում են ջազ, շնչում են ջազ և արտաշնչում են ջազ։ Ջազը ազատության երաժշտություն է, ջազը ազատ մարդկանց երաժշտություն է, ջազը այն մարդկանց երաժշտություն է, ով ունի ուղեղ, սիրտ և հոգի։ Համոզված եմ, որ դուք այդպիսին եք։ Այո թե ոչ։ Այո։ Այսօր մեծ երաժշտական տոն է մեզ սպասում, որովհետև այսօր այս բեմում աշխարհահռչակ երաժիշտներ են լինելու, որովհետև երբ որ մենք ասում ենք ջազ, իսկ հետո ասում ենք հայկական ջազ, հպարտությամբ ենք ասում։ Ցավոք սրտի դա դեռ չի կարելի ասել օրինակ հայկական ֆուտբոլի մասին։ Տխուր բաներ չենք խոսում այսօր, չնայած Հենոն այսօր գոլ կխփի հույսով եմ։ Թող Բարսան հաղթի, բայց Հենոն գոլ կխփի, եկեք դες պայմանավորենք։ Իսկ երբ որ ասպես հայկական ջազ, բոլորի տրամադրությունը բարձրանում է, որտեղ մենք իսկապես ունենք որակյալ երաժիշտներ, եւ այսօր հայկական ջազի ամենավորակյալ երաժիշտները լինելու են այստեղ, Երևանի սրտում եւ Կասկադի սրտում։ Եվ այսպիսով, տիկնայք եւ պարոնայք, ես ուզում եմ այստեղ գրավիրել անդադ SMS-ներ գրում ինչ-որ անհասկանալ։ Հայաստանի պետական ջազ նվագախումբը Բուրըն ծափարություններ այսօրվա գլխավոր հերոսներին գեղարվեստական ղեկավար Մայեստրո Դավիթ Մերկորյան։ Ծափարում ենք ավելի ակտիվ, տեսեք որ ջազ բենդի տղաները Իսկ հետաքրքիր է, ջազ բենդում երաժիշտ աղջիկների չի չեն լինում։ Օրինակ հարվածային գործիքների վարպետուհի, չէ, Հայաստանում վարպետուհի, չէ, սաքսոֆոնուհի, այդպես եք ասում, սաքսոֆոնուհի, ես ևս մեկ անգամ ներողություն եմ խնդրում իմ պղինձա մոլիբդենիկ հայրենի համար, բայց այստեղ ունենք ոսկեղենիկ հայրենի մասնագետ, ձեր անունն է Էլեն, ինքեր Էլեն այստեղ է, եթե չգիտեք ինչ-որ բառ հայրեն, մոտեցեք ընկեր Էլենին, ամեն ինչ թարգման, ինչպես է հայրեն դինամիկ, մոնիտոր, ինչպես է, չսա, այս մոնիտորների մաս, ձայնեի մոնիտորների, լավ, ևս մեկ անգամ ծափարում ենք տղաներին, տղաներ պատրաստ ենք բոլորը, դու բան չեք անում, երկու րոպե, մայստրոն ասում է երկու րոպե, տուտու են անում, որ հասկանան բոլորը միացած են թե ոչ։ Եվ այստեղ եմ հրավիրում, այո, պետք է ասեմ, որ իհարկե ամբողջ երեկո այս բեմի վրա այս հերոսներն են, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, բայց իրենց պարբերաբար միանալու են մենակատարներ, ջազի մեծ վարպետներ, որոնք որ պարզապես մեզ շշմացնելու են և շշելու են բարի լավ իմաստով, ընկերել են կալի այդպես ասել, ընկեր դասի ժամանակ հեռախոսիմից չեմ մտնում, անջատեք ձեր հեռախոսների միջալոց, որ անիմաց զանգեք չունտունեք, եթե ինչ-որ մեկը զանգում է ներքին Չարբախից ասեք եկեք Կասկադ, բոլոր ներքին Չարբախցիները, երրորդ մասցիները, Դավթաշենցիները, իս ջուր ինձ խանգարում է, և այլն, ես այնքան եմ ասում, իս ջուրը խանգարելու է, ջուրը կտրել, Լավ, և այսպիսով պարբերաբար տղաներին միանալու են վարպետներ ջազի և առաջին վարպետը, որ իրենց միանում է, դա բոլորի կողմից սիրված Վահագն Հայրապետյանն է։ Եվս մեկ վարպետ, բարև ձեզ պարոն Վահագն, մեկ անգամ Վահագն խոստացել է, որ իր
104 գլխարկից մեկ ինձ կնվիրի, բայց դեռ ես տեսնում եք առանց գլխակ եմ, իսկ նա արդեն կրում է իր 105-րդը։ Վերջու վերադարձնելու եմ։ Տեսեք, վարպետի գլխակ ունեմ արդեն։ Так, Վագն Հայրապետյան և Հայաստանի պետական ջազ նվագախումբ 3-4 ջազի տոնը Երևանի սրտում օֆիցիալ բացված է։ Wo ist das denn?